Բոլորս ահավոր վատ ու լարված ենք։ Հնարավոր է դու էլ ես վատ, չեմ կարող ասեմ, բայց լավ կլինի հիմա գնաս։ Ու չեմ էլ ուզում ոչ մի բան ասես, ոչ էլ ես ավելացնելու բան ունեմ։ Հիմա գնա։ Եթե նորություն լինի, Էլիզը կզանգի քեզ տեղյակ կպայի։ Լավ։ Ես եմ մեղավոր, չպիտի թողնեի տանից դուրս գար, երեկել էր վատ։ Բա ուր եք գնացել։ Պապ դե նեղվում էր, որ տոնը իր անունով է, ուզում էր նորային նվիրատվություն աներ։ Այդպես գնացինք, ինքը ներս մտավ, չգիտեմ, երևի ներսում հերթ էր, դուրս եկավ վատացավ։ Թողնում ենք առած մտնես տատի մոտ։ Բայց նոր ասեցին տեսակցությունն արգելված է։ Էլի արգելված է, բժիշկ ուղակի թողումա, որ մտնես։ Անընդհատ քո անունն է տալիս, չեն ուզում, որ վիճակը վատանա, գնա թող տեսնի հանգստանա տատին։ Բայց Պապ, նոր դու էիր ուզում գնայիր, հիմա ինչ եղավ, չես ուզում։ Ուղակի պահի տակ իրան ցույց տվեց ու վերջ, այդքան բան։ հանգստացի տղա ջան։ Ու աշխատի սրանից հետո ընդհանրապես տենց հետը չխոսաս։ Ես միշտ ուզում եմ տենամ իմ մորը։ Լավ ես չէ արդեն։ Հա։ Դե կարևորն էլ է դա։ Արշակոպար, քեզ մի բան եմ ուզում հարցնեմ, բայց չգիտեմ ոնց։ Ոնց կա տենց էլ հարցեր այդա ջան, ուրիշ մարդ չես։ Հատուկ բառեր ընտրելու կարիք չկա։ Ուղղակի հարցս անձնական է, դրանից եմ մի քիչ նեղվում։ Դու դրա իրավունք ունես, հանգիստ հարցրա։ Դու Լանայի հետ ինչ հարաբերությունների մեջ ես։ Չեմ ուզում, որ ամաչես զգացմունքներիցդ կամ մտածես, եթե այս թեման բացում եմ, ուրեմն դրան վատը նայեմ, չէ, ես դրա իրավունքը չունեմ, ոչ էլ առիթ կա, բոլորս էլ մարդ ենք։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ոնց պիտի այս ամեն ինչի տակից դուրս գանք, որովհետև Լանան պատահական մարդ չի, Մագդայի մաման է։ Քեզ թվում է ես գիտեմ, որ հարցնում ես։ Չի ստացվում է դա, ուղղակի իմ մոտ չի ստացվում չմտածել այդ կնոջ մասին։ Դու էլ ես տղա ու հասկանում ես ինձ թե ինչա։ Ոնց դուք չեք կարողանում կառավարել ձեր զգացմունքները, նենց էլ ես։ Ու ստեղ տարիքը կապ չունի։ Եթե կյանքը մեզ թույլ տար կառավարել մեր զգացմունքները, շատ բաներ ավելի հեշտ կլիներ։ Հեշտ ու անիմաստ։ Որովհետև այդ դեպքում մենք մեր սիրած մարդկանց համար չէինք պայքարի։ Դե հա, նետել ես ճիշտ։ Ինձ սխալ չհասկանաս, Մագդան շատ վատ է տրամադրված Լանայի հանդեպ, ու այն օրը հասկացել էր, որ իրար հետ եք։ Գիտեմ։ Ու շատ ծանր տարավ։ Մագդան մինչև հոգուխորքը Լանային ատում է։ Ինքը Լանային որպես քո կողակից չի կարում ընդունի, ուր մնաց որպես մայր։ Հա, գիտեմ, դու գիտեմ։ Իմ համար էլ է դժվար։ Ես էլ Լանան էլ ամեն ինչ անում ենք, որ իրարից հեռու լինենք, բայց չի ստացվում։ Չի ստացվում։ Բայց եթե մարդ ինչ-որ մի բան ուզում է, հաստատ իր մոտ կստացվի։ Եթե Մագդան դեմ է մեր հարաբերություններին,
Եթե ինքը դրանից նեղվելու է ու հետո մորը ավելի ատի, ուրեմն ոչ մի հարաբերություն չի լինի։ Ոնց է տատին։ Շատ վատ, ոնց պիտի լինի։ Բան ասեց։ Չէ, ինչ պիտի ասեր։ Մտաներս ուղղակի ձեռքը բռնեցի, կանգնեցի ու դուրս եկա։ Այդքան մի բան։ Բայց ինչ վատ է, չէ։ Տատին այսքան տարի սպասեց, որ պապան գա իր կողքը լինի ու հիմա սենց։ Հետս մարդու շնորհքն է։ Եթե ինքը ուզենար իր մոր կողքին կլիներ միշտ, ու սենց չէր լինի։ Տենց մի ասանար։ Դու չգիտես իր հոգու խորքում ինչ է կատարվում։ Կարող է ինքն էլ իրան է մեղադրում։ Մեղադրում։ Որ մեղադրեր արշակի հետևից չեր ընկնի։ Իր համար հանգիստ կապրեր, էլիս։ Ոչ թե մարդ ման կգար, որ իր մեղքերը ուրիշի ուսերին թողեր։ Մեղավոր զգացող մարդ իրան տես չի պահում։ Ախր տես չի լինի, Արշակոպար։ Դու այդքան տարի մենակ ես եղել։ Չէ, մենակ չեմ եղել, դու Մագդան արևը կողքիս են եղել։ Այդ նույն բանը չի։ Գիտես, Մագդան եկավ ու ասաց, որ հանուն իմ երջանկության պատրաստան մի կերպ դիմանալ Լանային։ Բայց ես հո երեխա չեմ, որ վազեմ իմ ցանկությունների հետևից ու մոռանամ ամենակարևորի մասին։ Ես չեմ ուզում, որ դու հիմա մտածես, եթե ես ինչ-որ բան եմ զգում Լանայի հանդեպ, այդ ինձ կստիպի մոռանալ Մագդային։ Ու հետո, գիտես ինչ, իմ համար էլ է դժվար։ Բարդ է հասկանալ, որ ես սիրահարվել եմ մի կնոջ, որը որ ժամանակին եղբորս կողքին է եղել, որ իրանից երեխա է ունեցել։ Հասկացի, շատ բարդ է։ Բարդ է, երբ որ զգացմունքներդ հաղթում են բանականությանդ։ Չգիտեմ, բայց պետք է նենց անես, որ չհաղթի։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, դու որպես Մագդայի մասին ամենաշատը մտածող մարդ, ու ոնց ես այս հարցի լուծումը տեսնում։ Եթե Մագդան իմանա ճշմարտությունը ու Լանային չընդունի, ինքը ձեր հարաբերություններին էլ է դեմ լինելու։ Ու ամեն ինչ ավելի է բարդանալու, նենց որ ինչքան հնարավոր է շուտ պիտի այս հարցի լուծումը գտնենք։ Գիտեմ, բայց ես 1000 անգամ խոսացել եմ, հետը բացատրել եմ, որ Լանան մեղք չունի, որ ինքը հակառակը փորձել է մեզ պաշտպանի, բայց մեկ օգուտ չկա։ Գիտեմ, ես էլ եմ փորձել։ Եթե օրերից մի օր ես ընտրության առաջ կանգնեմ ու մի կողմում Մագդան լինի, այդ կդադարի իմ համար ընտրություն լինել, որովհետև ես իմ ընտանիքը նժարի վրա չեմ դնում էդո։ Ես ուզում եմ մի հատ նենց բան մտածենք, որ համ դու երջանիկ լինես, համ էլ Մագդան ու Լանան։ Իմ երջանիկ լինելու ժամանակներն արդեն անցել են։ Հա, ես անտարբեր չեմ Լանայի նկատմամբ, բայց ջահել էլ չեմ, որ գլուխս կորցրած պայքարեմ։ Ինչի Արշակոպար վատ կլինի, որ Մագդան Լանային համ որպես մայր ընդունի, համ էլ որպես կոկին։ Չէ, ջան, վատ չի լինի, բայց հիմա առաջնայինը մենա, որ իրանք իրար հասկանան որպես մայր ու աղջիկ, ու իրանց արանքը պետքա ոչ մի բան չլինի։
Ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Շատ դժվար է սիրել մեկին ու գիտակցել, որ ձեր միասին չլինելու հավանականությունը ավելի մեծ է։ Բայց ամեն ինչ լավ կլինի, մենք մի բան կմտածենք հաստատ։ Բավարդ լավ բանը կա, ուրա միջև հիմա չկա։ Դե պիտի լավ ման գանք։ Լավին հավատալով սպասում ենք, բայց արի ու տես ու չկա։ Ալա, Ոնց եք։ Այս ոնց որ դեռ ջղայնացած ես, հա։ Ագդա տատիս է վատացել հիմա հիվանդանոցում եք։ Ոնց ինչ ա եղել։ Դե վատ է, կոնկրետ բան չեն ասում։ Ինձ հասցեն ուղարկի հենց հիմա գալիս եմ։ Չէ, պետք չի։ Ես չեմ ասում պետքա թե չի, ասում եմ հասցեն ուղարկի։ Նորոյի տատին ա վատացել, հիվանդանոց են տարել։ Ինչի համար, ինչ ա եղել։ Էդո չգիտեմ գալիս ես հետս հիմա հիվանդանոց։ Հա, բա ինչ պիտի անեմ։ Սպասեք, բա ես։ Չէ Արշակ, դու չես կարա մեր հետ գաս։ Ես գիտեմ իրա պապանել այնտեղ, դու Արևի հետ մնա։ Ճիշտ է ասում։ Բայց կսպասեմ զանգիդ։ Եթե չզանգեցիր, գալիս եմ հիվանդանոց։ Արշակ, մենք անպայման քեզ կզանգենք։ Էդո արի գնանք։ Գնացինք։ Ալին մինչև երբ ես սենց նեղացած մնալու։ Խնդրում եմ զանգի։ Ես շատ եմ ուզում, որ խոսանք։ Հավաքի քեզ ալիս։ Եթե տատիկին մի բան լինի, ես չգիտեմ ինչ կլինեմ նորո։ Ես անգիր գիտեմ ինչ է նշանակում կորցնել։ Մամայի մահից հետո ես անգիր գիտեմ ինչ է այդ զգացողությունը։ Ու ես սարսափում եմ, որ պատկերացնում եմ կարողանա ինձ զգացողություններ զգամ։ Ոչ մի բան չի լինի։ Նորո, ինչ ա եղել ախպեր։ Ոնց ա տատին։ Արի դուրս գան քեզ ամեն ինչ կասեմ, այդ արի։ Էլիս։ Տատիս են մարդն է, որ մեր կողքն է եղել, երբ որ մենք մենակ ենք եղել։ Ինքը մեր համար համ մամա է եղել, համ պապա։ Իմ մանկությունը մի անուն ունի։ Ու այդ անունը Թամար է, հասկանում ես։ Եթե իրան մի բան լինի, եթե Էլիս եթե չկա, կտեսնես, որ քո տատիկը շատ շուտ ապաքինվելու է։ Տատիս հեշտ կյանք չի ունեցել, բայց ինքը երբեք իր ուրախություն ու կենսուրախությունը չի կորցրել, չի թողել, որ մենք կոտրվենք Մագդա։
Բայց դեպքում դու հիմա ինչի ես կոտրվում։ Փոխանակ հակառակը անես, ավելի ուժեղ լինես, դու ինչ ես անում։ Թևաթափ ես լինում ու սկսում ես մենակ վատ բաների մասին մտածես։ Վերջ Էլիզել, հանկարծ չլացես։ Ու հիշի, որ դու Նորոյի քուրիկն ես ու պետքա քեզ հավաքես, լավ։ Պաստորեն շենքից դուրս գալուց է վատացել։ Էլիզը մենակ է եղել, ահավոր վախեցել է։ Բայց ում ես փնտրում։ Բաբկենին։ Նոր հիվանդանոցում էր դուրս եկավ, մտածում էի ստեղ կլինի, բայց ոնց հասկանում եմ գնացել է։ Ոնց։ Մորը այդ վիճակում թողել գնացել է։ Ես այդ մարդուց ամեն ինչ սպասում եմ, ամեն ինչ, այդ ջան։ Այդ ամեն ինչը մի կողմ։ Գոնե տատիս լավանա իր ոտով տուն գնա, ուրիշ բան չեմ ուզում։ Կլավանա նոր հանգիստ տեղի, դա համար տատին ուժեղ կին է։ Լավ, արիներս կենանք Բագրայիներ տեսնեմ։ Էլ չլացես, լավ։ Էլ չեմ դիմանում։ Ուզում եմ գնամ տատիկից գրկեմ։ Մի մտածի, հաստատ կգրկես։ Նորո։ Կարող է աչքիս է երևում, հաստատ ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է։ Էլիս, նորություն կա։ Չկա նորը։ Ուրեմն մի քիչ սպասել է պետք։ Նորը մի րոպեով դուրս կգաս հետս։ Արև, բալես ես մի ժամա ձեն եմ տալի, չես լսում։ Ինչ պապ։ Գանց, իջնենք ներքև հաց ուտենք։ Չէ պապ, ես սոված չեմ, դու գնա կեր։ Ես կարևոր զանգ եմ սպասում։ Զանգելու է, հաստատ զանգելու է։ Ով արևս։ Ալինան պապ, ես իրան նամակ եմ ուղարկել։ Ասել եմ, որ պիտի խոսանք։ Ալինան հաստատ ինձ մեղադրում է։ Բալես, մենք արդեն խոսել ենք, չէ՞ դրա մասին։ Հիմա խելոք վեր ես կենում, իջնում ես ներքև, որ հաց ուտենք։ Հեռախոսն էլ կվերցնես, որ հանգիստ լինես, հա։ Շատ ես վախեցել։ Հա, Մի նեղվի ամեն ինչ լավ կլինի։ հա, այսօր այդ արտահայտությունը շատ եմ լսել, գիտեմ։ Լսելը քիչ է Էլիս, պիտի նաև հավատաս։ Քո համար մեկ չի։ Նենց եմ ներվայնանում, որ տենց ես ասում։ Իզուր։ Չեմ ուզում, որ վիճենք Էլիս։ Հերու կանգնի չենք վիճի։ Նեղվում ես իմ ներկայությունից։ Էդո։ Դու ստեղ իմ համար չես եկել։ Դու եկել ես Նորոյի համար։ Եկել ես, որտեղ տատիկիս շատ ես սիրում։ Այնպես որ ինձ որ չմխիթարես, չեմ նեղանա։ Բարզա։
Քո պահվածքը, իմ հանդեպ քո վերաբերմունքը ամեն ինչ պարզ է, Էլիս ջան։ Մեր երկուսի վերաբերմունքն էլ իրար հանդեպ շուտվանից պարզ է։ Մենք չկարողացանք պահենք այն ինչ ունեինք։ Ու հիմա իմաստ չունի ինչ-որ բան նորից փնտրել։ Դու իրոք տենց ես մտածում։ Հա։ Ես էլ չեմ ուզում քո զանգին սպասելով քնեմ ու արթնանամ։ Չեմ ուզում ամեն անգամ դրան ձայնը լսելուց հույսով վազեմ ու մտածեմ, որ դու ես։ Չեմ ուզում։ Հերիքը։ Մագդա բաներ ուզում ասել, որ դուրս կանչեցիր։ Չէ, ոչինչ բան էլ չունեմ ասելու։ Ուղղակի ուզում էի Էդոն ու Էլիզը իրար հետ մնան։ Մագդա հիմա դրա ժամանակն է, հա։ Հա ինչ կա դրա մեջ, կարողա վերջապես հասկանան իրար։ Էհը։ Շատ լավ իրար հասկացել են, ընտիր։ Ով լավ էլի նորո։ Դուք հիմա տուն գնացեք, եթե ինչ-որ բան պետք լինի, ես կասեմ։ Առանց հետել Էլիզա ահավոր լարված է։ Էդոյի ներկայությունից ավելի շատ է ազդվում։ Մագդա։ Լավ։ Էլիզ բան է եղել։ Չէ։ Չեմ հասկանում, 2 րոպե իրար հետ մնացիք, կերակ իրար, հա։ Ինչ։ Չեմ հասկանում, դուք 2 բառ առանց կռվելու նորմալ չեք կարում խոսակ իրար հետ։ Էդո կլինի սպասես։ Ալո, Ոնց ես։ լավ դու։ Մագդան արևը ոնց են։ Բոլորս էլ լավ ենք։ Զանգել եմ, որ քեզ կարևոր բան ասեմ։ Լսի, ես երկար եմ մտածել ու ինձ թվում է, որ Մագդան պետքա ճշմարտությունը իմանա։ Մենք պետքա իրան ամեն ինչ պատմենք, որովհետև ես էլ չեմ կարողանում սենց դիմանամ։ Վստահ ես։ Չգիտեմ, վստահ եմ թե չէ, բայց ես պայն ուրիշ տարբերակ չկա։ Ոնց որ մեղքի տակ լինեմ, Լանա։ Այս սուտը ասեղի պես կոկորտս է մնացել։ Ես էլ սենց չեմ կարողանում։ Ու հետո դու ինչքան պետք է այս ցավին դիմանաս։ Իմ մասին մի մտածի Արշակ։ Ես ինչքան պետքա կդիմանամ, կարևորը Մագդանը։ Արին հենց անենք, որ իր համար հեշտ լինի։ Ես քեզ ուղղակի աղաչում եմ։ Մենակ իր մասին մտածի, հա։ Հասմիկ, ես պատրաստ եմ քեզ լսել։ Արի առավոտյան հանդիպենք, խոսք եմ տալիս, մինչև վերջ կմնամ։ Տենց էլ չզանգեցիր Ալինա։ Էլիզ, ես գնում եմ։ Ուր ես գնում։ Հիվանդանոց։ Տատին կռիվ է անում, ստիպում է, որ դուրս գերեն։ Այ քեզ բան։ Հա, գնամ խոսամ հետո, տենամ ինչ եմ անում։ Ես էլ գամ։ Չէ, պետք չի։ Դու ինձ ուրիշ բան ասա, հերդ զանգել, հա։ Հա,
Զանգել էր իմանար տատիկին տեսել ենք, թե չէ։ Պարզ է, ինչպես միշտ իր ոճի մեջ է, գնացի։ Մագդա, բան ես ուզում ասես։ Վայ տատի, էդ ինչ օրներ գցել այդ խեղճ բժիշկներին, որ իրանք իրանց կամքով քեզ հիվանդանոցից դուրս գրեցին, հա? Ես իմ ստորագրությունը տվել եմ։ Իրանց համար խնդիր չի լինի։ Անգիտես լավ բան արեցիր։ Նորա, բաբկեն ուրա։ Գտի հորդ։ Չգիտեմ, տատ։ Քո մոտից դուրս գալուց հետո չեմ տեսել իրեն։ Վայ բաբկեն, փախել է։ Այսինքն փախել է։ Չհասկացա տատի։ Էլի սեռախոսը դուր զանգեմ։ Դուր։ Չեմ կարողանում արդուր զանգի։ Զանգի դուր ինձ։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Անհասանելի է, այսինչ արեցիր բաբկեն։ Չի պատասխանում անհասանելի է։ Տատ ջան, մի հատ կասես ինչ ա եղել, ինչի համար ես ման գալի։ Ինչ ա եղել։ Տատ։ Տատ ջան, տեսնում ենք, որ քեզ մի բան տանջում է։ Ասա հասկանանք ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի ինքը ինձ պետք է։ Բան ունեմ ասելու, գործ ունեմ։ Տատ քնում ես։ Որ երևա գտնեք ինձ լուր տվեք, ասեք վեր կենամ։ Գնա գտի հորդ նորա։ Պատասխանում ուրեմն հարմար չի։ Հասմիկ, ես քո խաղեր տալու իմաստը չեմ հասկանում։ Քանի կար համոզում էիր, որ հանդիպենք, հիմա ասում եմ հա կգամ, ինչ ես ձևերի մեջ։ Մեր մեջից մենակ դու ես ձևերի մեջ, Մագդա ջան։ Քանի կար չէիր ուզում հանդիպենք, հիմա ինչ փոխվեց։ Ասածս նորա տեղ հասել, հա։ Հետաքրքրությունը շարժվել է մեջդ։ Եթե չես ուզում հանդիպենք, ուրեմն հեռախոսով ասա, այդ ինչ գիտես իմ մասին։ Շատ բան։ Շատ։ Բայց հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ Բայ։ Այնիս, տենաս ինչ ա եղել, որ տատինս ես կպստաղուն եմ հանգալիս։ Չգիտեմ։ Լիսի մտածում կարող է վիճել են։ Ինձ թվում է այդ հարցի հետ պատասխանը դու ավելի լավ կիմանաս։ Դու ես քո սիրելի հոր հետ կապի մեջ։
Ինձ ոչ մի բան չի ասել։ Չգիտեմ, ստեղ մի բան է ինչի, մի բան կա, որ մենք չգիտենք։ Երեք որ տատի մոտից դուրս եկավ մի տեսակ օթերով էր։ Սպասի մի հատ էլի ես զանգեմ։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Անհասանելի է։ Երեք հետքան անհանգստանում էր։ Հələ ինձ մի հատ էլ ֆռած ասեց, որ դու չգիտես ծնողը ինչ բան է։ Հիմա մի հատ չի ուզում զանգի, իմանա մերը ոնց է, հա։ Բարի լույս։ Բարի լույս։ Սուրճս արագ խմեմ գնամ աշխատանքի։ Բայց կարող է այսօր էլ մնաս։ Ինչի մնա Մագդա արդեն լավ եմ։ Էդո դու քո աչքով տեսար, չէ՞ որ Էլիզը փոխվել է։ Հա, հետո ինչ։ Հետո այն որ քո հերթն է արդեն զիջման գնալու։ Պետք է այդ մարդու հետ հանդիպես նորմալ խոսակ։ Մագդա դու հասկանում ես, որ Էլիզը իմ ամեն ասածի մեջ վատ բան է տեսնում։ Հայդո նորմալ է, որովհետև նեղացած է։ Ինքը հանուն քեզ ամեն ինչի պատրաստ է, անգամ իմ հետ է սկսել շփվել։ Իսկ դու ինչ ես անում։ Նստած սպասում ես, որ ինքը քեզ ժամադրության կանչի։ Այդ շատ սխալ է։ Կմտածեմ։ Մտածելու ժամանակ չկա։ Ուղղակի գործել է պետք։ Երեխեք ջան, բարի լույս։ Բարի լույս Արշակոպար։ Ես քիչ առաջ Նորոյի հետ էի խոսում, ասեց, որ Թամար տատին դուրս են գրել։ Ոնց։ Բայց ասացիք վիճակը վատ է, ոնց են դուրս գրել։ Չի ուզել մնա հիվանդանոցում։ Ստորագրությամբ դուրս են գրել։ Նորն ոնց է համաձայնվել, որ տենց բան անի։ Դե հիմա չգիտեմ, արել է։ Ես գործից հետո կգնամ տեսնեմ ոնց է։ Հա, անպայման գնա։ Եթե ինչ-որ բանի կարիք լինի, զանգի։ Չեմ հասկանում ինչի են սենց վտանգավոր բան արել։ Լավ, ես գնացի։ Մագդա ինչ-որ բան ես ուզում ասես։ Չէ։ Երեք գիշերներ երկար նայեցիր ու գնացիր։ Ոչինչ բան չկա, նորմալ է։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Կարենը իմ մասին ինչ-որ բան գիտեր, Հասմիկը ինչ-որ բան գիտի, Արշակն էլ գիտի, բայց արդյունքում չի ասում։ Ես չեմ հասկանում, ես ինչ գաղտնիքներ են։ Տաճ ջան, ինչ բերեմ ուտես, հա, ցավդ տան։ Ինչ կուզես։ Տատ։ Գտի հորդ։ Մեր օրը գտնել պետք չի։ Ինքը պետք է գար քո կողքին լիներ։ Ինքը չի գա։ Հիմա հաստատ չի գա։ Այսինքն Նորա ջան, գտի հորդ, որտեղից էլ ուզում լինի, անպայման գտի, թե չստիպված կլինեմ, ես գնամ մանգամ, ու ամեն հնարավոր անհնարի բան կանեմ, եթե պետք լինի տնից տուն կընկնեմ, ամբողջ քաղաքում ման կգամ ու կգտնեմ դրան։ Դրան։ Տատ, չասես, որ ոչ մի բան չի եղել։ Ես շատ լավ հասկանում եմ, ասա տեսնեմ ինչ ա եղել, ինչ ա արել։